Հարգելի հայրենագիտներ, այս շաբաթ քննարկվեցավ մերձավոր արևելքի մեջ տիրող բարդ եւ արագ փոփոխվող իրավիճակը, մասնավորապես Լիբանանի մեջ զարգացումները, որոնք կշարունակեն լուրջ մտահոգություն պատճառել։ Անդրադարձ կատարվեցավ նաեւ այն հրադադարձին, թե ինչպես կարելի է կորցական եւ համախմբված ձևով աջակցի լիբանանահայ համայնքին իսրայելյան հարվածներու հետևանքով ստեղծված ծանր պայմաններուն մեջ։ Հաղորդվեցավ, որ իսրայելյան հարվածները հասած են նաեւ Բեյրութի կենտրոնական շրջաններուն, պատճառելով մարդկային զոհեր եւ վիրավորներ։ Ըստ արգա տվյալներուն, Լիբանանի մեջ տեղահանվածներու թիվը արդեն գերազանցած է 1 միլիոնը, ինչ որ կվկայե մարդասիրական խորացող ճգնաժամի մասին։ Ազգային հերոս Վասկեն Սեսիլյան իր խոսքին մեջ շեշտեց, որ Լիբանան երկար տարիներ եղած է հզոր եւ գենսունակ հայկական համայնքի կարևոր կենտրոնը։ Սակայն երկա պայմաններուն մեջ երկիրը կգտնվի աստիճանական հայաթափման վտանգի առջև։ Այս իրողությունը ոչ միայն ժողովրդական խնդիր է, այլ նաեւ մշակութային եւ ազգային կորուստի սպառնալիք։ Մենք կհավատանք, որ այսպիսի բահերու անհրաժեշտ է համազգային համախմբում։ Պետք է զորացնենք արտերկրի մեր հայկական կառույցները, խորացնենք մարդասիրական աջակցությունը եւ զարգացնենք գործական ծրագրեր, որոնք պիտի նպաստեն համայնքի պահպանման եւ վերականգնման։ Միևնույն ժամանակ կարեւոր է միջազգային հարթակներու վրա բարձրացնել լիբանանահայության խնդիրները եւ պահանջել քաղաքացիական բնակչության պաշտպանություն։ Իրավիճակը Լիբանանի մեջ կշարունակե մնալ լարված եւ մտահոգիչ, սակայն մեր միասնական կամքը եւ հետեւողական աշխատանքը կգրնան դառնան այն ուժը, որ կպահպանե մեր համայնքը եւ կներշնչե հույս ապագայի նկատմամբ։ Շնորհակալություն։